Ընդհանրապես անուղելի մարդիկ իրենցից ներկայացնում են մեծ վտանգ հասարակության համար մարդկային հարաբերություններով, բայց երբ որ անուղելի է քաղաքական գործիչը, երկրի նախկին նախագահը, մարդը, որը ղեկավարել է ամբողջ երկիրը 10 տարի եւ ցանկանում է նորից այդ ղեկավարությունը ստանձնել, սա դառնում է ողբերգություն։ Առաջին հերթին իր անձամբ իր համար եւ երկրորդ հերթին իր ընտրողների համար։ Ինչու՞։ Պարոն Քոչարյանը առնվազն 10 տարի այդ նույն թեզերը կրկնելով, որ խաղաղության պայմանագիր փաստացի Հայաստանին պետք չէ, իսկ եղել է հենց դա, եւ հետո այդ գործընթացը շարունակվել է պարոն Սերժ Սարգսյանի ժամանակ, հասցրել են մեր երկիրը պատերազմի շեմին, հանձնել են պատերազմի շեմին այդ երկիրը Նիկոլ Փաշինյանին, որը որևէ բան չի կարողացել անել, եւ մենք ունեցանք այն, ինչ ունեցանք։ Եթե պարոն Քոչարյանը եւ պարոն Սերժ Սարգսյանը այն ժամանակ չասեին, որ խաղաղություն մեզ պետք չի, որ ռուսը մեր բոլոր խնդիրները կլուծի, որ 94-ի ստատուս կվոն լինելու է հավերժ, այս խնդիրները այսօր մենք չենք ունենա։ Նրանք խնդիրը թողեցին հետագա սերունդներին եւ այն կորուստը սերունդի, որը մենք 44 քորյա պատերազմի ժամանակ ունեցանք, նաեւ այդ թվում նրանց խղճի վրա է։